Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առավոտյան տնից աշխատավայր գնալիս է հասկացել, որ ոստիկանությունն իր դեմ ինչ-որ գործողություն է պատրաստում։ Ուրեմն անում են խաչմերուկի վրա մի հատ մեքենա կանգնած։ Ես որ առաջին մեքենան տեսա, ասի տղեկ սրանք եկել են մեր հետ։ Դրանց էլ երկրորդը, ասի պատրաստ եք։ Արդեն քաղաքապետարանի դիմաց պարեկները կանգնեցրել են քաղաքապետի զրահապատ ավտոմեքենան ու փորձել տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Ստեղել ծառայություն եք իրականացնում։ Պարեկները զննել են մեքենայի տեխնիկական փաստաթղթերն ու պարզել, բացակայում է տեղեկությունը, որ այն զրահապատ է։ 10 օր ժամանակ են տվել Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու համար։ Մահափորձ արվել է, բացահայտված չէ։ Դեռ 2007-ին իր դեմ մահափորձից հետո է զրահապատ մեքենայով շրջում Վարդան Ղուկասյանը։ Գյումրիում ով չգիտի դա։ Ոստիկանության այսօրվա գործողությունը նա անվանում է քաղաքական պատվեր։ Ավելին, կարծում է իր դեմ նոր մահափորձ է պատրաստվում։ Միանշանակ պատահականություն չէ, ուրեմն կաշկադրություն է։ Հետո ամենազավեշտը նա է, որ ասենք պատկերացրեք, ասում են զրահապատ մեքենան պետք է տանենք, ուրեմն կայի, թե որ իրանց կենտրոն այդ հատվածը, հիմա մենք կայի ենք խոսում այն ժամանակ։ Այսինքն ի՞նչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելու։ Ժողովրդավար հռչակված պետությունում ուզում են իրեն վախեցնել, պնդում է Ղուկասյանը։ Ուզում են, որ խփենք երևա։ Փաշինյանի թիմի կառավարումը մերժած գյումրեցիներին է դիմում։ Պետք է միավորվել ու պայքարել անօրինականությունների դեմ։ Ես այս կուրսի եմ պահում, միք թողեք իմ վրա, այսինքն ինչ է պետք անել։ Պետք է, որ անպայման ինձ հետ կապի մեջ դուրս գաք, հանգարց որևիցե մի ոտնձգություն մենք տեղյակ կպահենք, վարկյանական հեռախոսները մենք հիմա այսպես 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի թող իրար հետ կապերի մեջ լինեն։ Գյումրիի քաղաքապետը համոզված է, որքան մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները, այնքան իշխանությունը սեղմում է օղակն իր շուրջը։ Գյումրեցիք որ ասում են էպած հավի խնդալը կուկա իսկական էս է։ Խայդարակ են եղել, խայդարակ։ Ուրեմն նույն գործով 3 դադարան, 4 դադարան դադի են տալիս։ Այս դադախազությունը կրագնենք է մեր ձեռքը ինքան որ հանձնարարականներ է գալիս։ Գիշերը ոստիկաններն անսպասելի այցելել են քաղաքապետի տնային կալանքում գտնվող որդուն Սպարտակ Ղուկասյանին, փորձել են տուն մտնել։ Երեկել ժամը գիշերը 4-ին 5-ին ոստիկանները գալիս են տուն, մեր տուն, տղաս ինձանից առանձին ապրում, գալիս են ժամը 4-ին 5-ին, թե նայում եք թե տունն ես, թե տունը չես։ Այդ ոտքի բանը գցածը ամեն ինչ երևում է, կարող է ասի հանկարծ դուր չբացեք, ոչ մի բան չանեք, ասեք որ ներսնեմ ու վեր։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի փեսայի, Ավետիս Առաքելյանի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ աշխատելու օրինականության հարցը։ Ղուկասյանը համոզված է, իր ընտանիքի անդամներին ճնշելով իշխանությունը փորձում է խլել Գյումրին։ Իրանց նպատակը դա է։ Սցենարը գրված է այդպես։ Հիմա մենք էլ կտեսնենք, կանեն թե չեն անի։ Բայց մենք այնպես պետք է անենք, որ իրանց մուրազը, իրանց փորը մնա։ Իսկ վստահում է Ղուկասյանն իր թիմակիցներին։ Արդյոք պուլիսների հետևում մանդատագողություն չի կազմակերպվում։ Ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմիս վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը ուրեմն Հուդա դարձավ։ Ես ինչ ասեմ։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։